Խաղություն Աստծո ժողովուրդ։ Խաղություն ձեզ։ Ինչպես միշտ, էլի հարցեր ունենք, ուրախ ենք շատ, Աստված շատ օրհնի, օրհնում ենք։ Ամեն։ Էլի ոնց որ ուզում են հոգևոր ձևով հասկանալ։ Սա շատ լավ է։ Ինչպես հարցը այսպեսին է, ինչպես հասկանալ հայտնության ոչ ոք չի կարող գնել կամ վաճառել, եթե գազանի տրոշմը չունենա։ Ամեն։ Շատ լավ հետաքրքիր հարց է, որը անհրաժեշտ է ամեն մի հավատացյալի իր ապաշխարության կյանքի ընթացքում։ Պետք է իմանանք։ Անպայման, որտեվ մարմինը ամբողջապես է դառնում, երբ որ ամբողջապես ես հասկանում։ Եթե ես մասնագետ եմ շինարարության, ես պետք է ամբողջապես իմանամ։ Եթե ես շենքը պետք է սարքեմ ու չհասկանամ, որ ցեմենտ պետք է գցենք ավազի հետ։ Հիմքը կբլի վրազ, ինչքան էլ մնացածը լավ սարքեմ, կբլի այդ տունը։ Կամ էլ առանց արմատուրայի ունես։ Կամ էլ առանց արմատուրայի։ Պետք է 100%-ով իմանաս, նոր անես, եթե ոչ կվնասես։ Նույնը Աստվածաշունչն է։ Հոգու սիրո գաղտնիքը մենք պետք է իմանանք ամբողջապես։ Եթե սիրո գաղտնիքը իմացանք, ամբողջ Աստվածաշունչը կարանք ընկալենք, մեր հիմքը ֆունդամենտը ամուր կլինի։ Լավ, անցնենք հարցին։ Ով չունենա գազանի թիվը կամ դրոշմը, չի կարող ծախի կամ առնի։ Ես ուզում եմ այդ 13-րդ գլխի մեջ հայտնության գրված դա։ Ես ուզում կարդամ սկզբից, այդ ինչ գազան է, ինչ թիվ է, ինչ դրոշմ է, էլի, ասենց հերթականությամբ սիրելի հաստվող։ Ամբողջականացնենք այդ հարցը։ 13-րդ հենց առաջի խոսքում գրված է. Եվ տեսա ծովիցը մի գազան դուրս գալիս, որ 7 գլուխ ուներ եւ 10 եղջյուր, եւ նրա եղջյուրների վրա 10 թակ եւ նրա գլուխների վրա հայության անուն։ Գազանը ծովից է դուրս գալի, եւ շատ անգամ ենք ասել, ծովը Աստվածաշունչն է, անտակ ծով է։ Տեզերք Աստվածաշունչը, եւ Աստվածաշունչի միջից մի գազան է դուրս գալի։ Այսինքն ծովից գազանա դուրս գալի։ Աստվածաշունչը մենք կարդալով նախորդ հաղորդման ժամանակ խոսացինք այդ գազանի մասին, գրով եթե մենք կարդանք Աստվածաշունչը, Աստվածաշունչը ծովն է, եթե գրով կարդանք գազանա դուրս գալու։ Ով որ շատ իր հորնումորը, նորից կրկնում եմ անցած բանը։ Գազանա դա, որը դուրս է գալի Աստվածաշունչից, ծովից, մարմնավոր հասկացողությունից։ Տեսեք, գազանը դուրս եկավ ծովից։ Հիմի կարդանք 8-րդ խոսքը։ Եվ կերկրպագեն նրան երկրի վրա բոլոր բնակվողները, որոնց անունները գրված չեն գառի կյանքի գրքի մեջ, որ աշխարհի սկզբիցը հետե մորթված է։ Ով ականջ ունի թող լսի։ Տեսեք, ու երկրպագմեն նրան, ովքեր երկրի վրայի բնակվողները, ինչը հավատացյալները երկրի վրա են բնակվում։ Մենք էլ ենք պաշտում գազանին, ոչ, հոգևոր իմաստով երկիրը խորհրդանշում է Ադամ, խորհրդանշում է մարմնավոր, գրեղեն հասկացող, հողեղեն, երկրավոր։ Աստվածաշնչի մեջ ինչքան երկիր բառը կհանդիպեք երկիր բառի, դա մարմնավոր հասկացողությունն է։ Մենք երկրից ենք վերցված, Ադամը հողից է վերցված, երկրից է վերցված։ Դրա համար Ադամը մեղանչական էր, Ադամով մեղք եկա։ Իսկ երկրորդ Ադամով, որը երկնքից է իջնում, այսինքն մենք մեղք կտենալով, հասկանալով, ճանաչելով, անցնում ենք հոգու։ Արդեն փրկությունն ու կյանքն է գալի երկրորդ Ադամով։ Այս երկրի վրա բնակվողները կերկրպագեն այդ գազանին։ Եթե մարմնավոր ես պաշտում, մարմնավոր ես հավատում, դու գազանին ես պաշտելու։ Գազանին ես երկրպագելու։ Գրված է երկրավոր ձևով, մարմնավոր ձևով։ Գրված է, ով որ շատ իր հորնումորը։ Գրված է, գազանն է դա, որ երկրից է, որ գրից է։ Կամաց մոդելում ենք ձեր հարցին, ճանաչեք սկզբից ով է գազանը, սիրելի հաստվող։ Հիմի կարդանք 11-րդ խոսքը։ Եվ ես տեսա մի ուրիշ գազան, որը դուրս էր գալիս երկրիցը, եւ 2 եղջյուր ուներ գառան նման, բայց խոսում էր վիշապի նման։ Նորից գազան դուրս եկավ երկրիցը, միշտ երկրիցն է գազանը դուրս գալի։ Հոգուց գազան դուրս չի գալի, հոգուց սեր է դուրս գալի, հոգուց Քրիստոսն է դուրս գալի, հոգուց կյանքն է հավիտյան դուրս գալու, սեր է դուրս գալի հոգուց, բայց երկրիցը գազանն է դուրս գալի, մարմնավոր հասկացողությունը բոլորը գազան է, նայեք լրիվ ոնց նայում ես չարություն է, մի հատ Ամերիկայում
հավատացյալ հովիվ կա, ասում է հին ուխտը սատանայի գիրք է։ Սատանայի գիրք է։ Աստված սպանեց, կոտորեց, ցեղասպանություն արեց, այս արեց, այն արեց, վրեժխնդրություն արեց, մեղքին տեղում հենց հանդիմանեց կամ սպանեց, հանդիմանել որն է, վերացրեց, սպանեց։ Սատանայի գիրքն ասում, այդ Աստվածաշունչ չի։ Ինքն էր խոսում համարձակ։ Մի կողմից ճիշտ էր ասում սատանայի գիրքը, եթե գրով ենք պաշտում, եթե մարմնավոր ենք կարդում պաշտում, բայց դա սատանայի գիրք չի, գիրը կյանք է, գիրը Աստվածաշնչի խոսքը սուրբ է, գրված Աստվածաշնչի մեջ։ Սուրբ է, որ կարդում ես ով որ շատ իր հորնումորը, նորից հիշեցի անցած հաղորդումը։ Սուրբ է դա, ես իմ հորնումորը սատանային ու հպարտությանը ատում եմ, որ գամ Քրիստոսին, սուրբ է դա։ Բայց եթե գրով ես պաշտում, երկրավոր ձևով, մարմնավոր ձևով ես պաշտում, սատանան է դա։ Ո՞ց թե իմ հորնումորը ես ատեմ, երեխեքից կնոջս ատեմ, որ Քրիստոսին աշակերտ լինեմ։ Ես մի անգամ մի հատ անհավատ մարդու այս տեղը կարդացինք, շատ շուտ էր նոր էի հավատքի մեջ։ Ասես գնացեք դուք այդ ձեր աստվածներ, ես ընտանիք եմ կազմում որ ատեմ իրանց։ Անհավատ մարդը չընդունեց այդ գիրը։ Ուր մնաց այսօր հավատացյալները, որ ընդունում են, եթե գրով է շարժվում իհարկե։ Հիմի կարդան 16, 17, 18-րդ խոսքերը կոնկրետ ձեր հարցը, սիրելի Աստծո։ Եվ ստիպում են ամենին, փոքրերին եւ մեծամեծներին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին եւ ծառաներին, որ նրանց դրոշմը տան նրանց աջ ձեռքումը կամ նրանց ճակատումը, եւ որ ոչ ով չկարողանա գնել կամ ծախել, բացի նրանից, որ գազանի դրոշմը կամ նրա անունն ունեն կամ նրա անունի համարը։ Այստեղ է իմաստությունը, ով որ միտք ունի, թող գազանի թիվը համրե, որը մարդի թիվ է եւ նրա թիվը 666 է։ Ով որ գազանի թիվը կամ դրոշմը չունենա իր վրա չի կարա առևտուր անի, ծախի կամ առնի, չի կարա։ Գազանի թիվը որն է 666-ը, որը մարդու թիվը, այսինքն 666 հատ մեղք գործելու ընդունակություն ունի ամեն մի մարդ։ Ամեն մի մարդ ունի 666 հատ մեղք գործելու ընդունակություն։ Ես այսօր մարդ չեմ սպանել, մինչև այսօր այս տարիքս, ու մինչև կյանքից վերջնակ չեմ սպանելու, բայց չի նշանակում, որ այդ գազանի թիվը սպանությունը իմ մեջ չկա։ Եթե առիթ լինի, եթե իրավիճակը լինի, ես ընդունակություն այդ ունեմ, բոլոր մարդիկ ունեն։ Ես մի չարություն կա, նարկոտիկ չեմ օգտագործել, բայց ունեմ այդ ընդունակությունը, այդ չարության հատկությունը, ասենց ասած։ Ու նմանապես ամեն մի մարդ գազան ես 666 հատ մեղքերով օժտված է, ինքը հողից վերցված է։ Հիմի էսի մարդու թիվը եւ այս գազանը մարդկանց ստիպում է, որ իր դրոշմը կամ իր անունի թիվը վերցնեն իրանց վրա, իրանց ճակատների ու աստծերքի վրա։ Եթե չվերցնեն, չեն կարող առևտուր անել։ Հիմա ես էլ բացատրենք, նոր ասենք առևտուրին, թե ծախել առնելը ինչա նշանակում։ Հիմի տեսեք, գազանը ասում է, որ ճակատի վրային դրոշմը դի, դրոշմը պեչատնա։ Պեչատ դրոշմ։ Նույն իմաստն է, գազանի պեչատը որն է։ Ես ունեցել եմ արտադրություն, ֆիրմա եմ ունեցել, շատ շուտ նոր ենք եկել ստե Մոսկվա, եւ այդ արտադրությունը, իմ արտադրությունը ուներ իր պեչատը։ Այդ պեչատը ես իմ հետ ման էի գալի։ Եվ որ ծախում էի ապրանքը, պեչատը դնում էի վրա։ Ու ով կարդում էր Ակվալենտ, վայ, էսի այս Ակվալենտ ֆիրմայի պեչատն է, այդ ֆիրմայի արտադրությունն է։ Պեչատով իրանք իմանում էին, որ դա այդ արտադրությունն է։ Կամ ասենք մի հատ ուրիշ ֆիրմա, Samsung։ Տելևիզորն ես այդ մարնելու, ասում ես, ինչ ֆիրմա է, այս Samsung-ն եմ ուզում։ Samsung-ի պեչատը կա վրա։ Քեզի ցույց տան մի հատ տելևիզոր, ասեն էսի Samsung-ը, բայց տակը LG գրած լինի, պեչատը LG գրած լինի դրոշմը։ Դու կասես, չէ, Samsung չի։ Պեչատ հասկացողությունը հաստատում է իր էությունը, իր գոյությունը, իր գործնեությունը, ասենց ասած։ Հիմի գազանի պեչատը որն է։ Այս 666 մեղքերի բացահայտ ասելը, բացահայտ գործելը, իրանց ճակատների վրա գրած, այսօր մարմնավաճառներ կա, կայնում են փողոցներում, իրանց ճակատի վրա գրված է, որ իրանք մարմնավաճառ են։ Ֆիզիկապես գրված չի, բայց իրանք չեն թաքցնում։ Որ հարցնում են ինչ ես աշխատում, մարմնավաճառ է։ Մի օր մեկը հարցրեց ամոթ չի ջահել աղջիկ, ես երեխեք հետ խեստ այդ գործով զբաղվում։ Դրոշմը ուներ իր վրա, բա ինչ լավ եմ անում, բա ոնց երեխեքից կպահես դու։
Շակատին ուներ այդ դրոշմը, չէր ամանչում ինքը, ցույց էր տալի բոլորին, որ ինքը էդ է։ Նույնը գազան ասма, եթե ձեր ճակատին կամ ձերքի վրա չունենաք այս դրոշմը, այս չարության դրոշմը չես կարա ծախես կամ առնես։ Լավ, ի՞նչ է նշանակում ծախել կամ առնել։ Առևտուր անել, ծախել կամ առնել։ Տեսեք, եթե մենք ուզում ենք ավելի խորանանք Աստվածաշնչի մեջ, սիրելի հարցնող, ծախել կամ առնել, մենք բոլորս ծախում ու առնում ենք, Աստվածել է։ Արեք sense բան անեմ, որ ոմանք կարող է բան անել, ես ինչ ես խոսում, կամ ոմանք տգետներ, որ միջև վերջ չլսած խոսքը, իրանք արդեն սկսում են պատասխանը տալու հակառակվել։ Տեսեք, Պողոս Առաքյալն ասում է, իրավ մեծ շահավաճառություն է Աստված պաշտությունը։ Մեծ շահավաճառություն Աստված պաշտությունը, բայց դրանից առաջ ասում է, որ ոմանք Աստված պաշտությունը շահավաճառություն են համարում։ Ու շարունակությունն ասում է, իրավ մեծ շահավաճառություն Աստված պաշտությունը։ Հիմա այս խոսքերը հասկանալա պետք, սիրելի հաստվող, սիրելի քուրս եւ եղբայրս։ Այսօր Աստված իմ հետ շահավաճառության մեջ է։ Ասում է, եթե հավատաս կփրկվես։ Առևտուր է էսի։ Իմ հավատքով ես փրկությունն եմ գնել։ Առնում եմ փրկությունը։ Քո բարի գործերով ասուն հաճելի կլնես։ Բարի գործ պետք է անեմ, որ հաճելի եմ, չար գործերով հաճելի կլնեմ ասում։ Տես չար գործերով հաճելի եմ մնում սատանայի, այսի սատանայի առևտուրն է արդեն։ Իսկ բարի գործերով ասուն, այսինքն շահավաճառություն է, ամբողջ մեր կյանքը շահավաճառություն է։ Արա էս որ անեմ այդ։ Ցորենը գցա հողի մեջ, հողը վարա, գցա սերմը հողի մեջ, սերմը մինչև չգցես պտուղը չես վերցնի։ Շահավաճառություն է, պիտի տաս որ առնես, սերմը պիտի տաս հողին, որ հողը քեզի բերք տա։ Նմանապես նորից եմ կրկնում Աստված պաշտությունը, եթե խորանանք շատ լիքը բաներ կան, իրավիճակներ կան, ու մենք մեր կյանքի մեջ տեսնենք։ Հարգանք պետք է ունենաս մեկի հանդեպ։ Տեսեք, Աստված իր խոսքը ձրի տվեց մեզի։ Փրկությունը ձրի է։ Ստե շահավաճառության բան չկա, բայց այդ ձրին ես պետք է առնեմ։ Ես չեմ վերցնում ու փրկվեմ, եթե տեսել եք ամբողջ աշխարհի մարդիկ կփրկվեին։ Ձրի տալիս է ինձի, իսկ ես պետք է այդ խոսքը, ձրի խոսքը, վերցված խոսքս գնեմ, իմ մեջ գնեմ, պետք է կատարեմ։ Գնելը կատարելն է։ Եթե ես կատարեմ այդ խոսքը, ես կփրկվեմ։ Ու Աստված ասում է, եթե մնաս իմ խոսքերի մեջ, եթե կատարես իմ օրենքը, եթե ես քո հետ կլնեմ, ես քեզ կփրկեմ։ Այս շահավաճառություն է, Պողոս Առաքյալի խոսքն եմ ասում։ Բայց ստեղ սատանան է ասում, ով չունենա իր ճակատին այդ գնիքը կամ աշտերքի վրա, չի կարա վաճառի կամ առնի։ Հիմի ո՞րն է սատանայի վաճառքը, առու վաճառքը։ Ես բացատրեցի Աստվածայինը, մենք նույնը նայենք չարի կողմանը։ Ես կարդում եմ Աստվածաշունչը։ 10-րդը, վայ, ինչ լավ է։ Գրված է 10-րդ, գիրն է, գրված է։ Ես 10-րդ եմ քարոզը։ Մի քանի հազար հոգի հետևորդներ ունեմ կամ եկեղեցում անդամներ ունեմ։ Ես մի քանի հազար հոգին, որ ամենքը մի լումա էլ տան, մի քանի հազար լումա է անում։ Բայց լումա ով է տալի, չէ՞, ասենք շատ են տալի։ Հիմա տեսեք մեծ գումար է գալի։ Արդեն գազանի թիվն է էսի, որ այդ մեծ լուման դու օգտագործում ես քո անունի շահի համար, լավ ավտոներ ես քշում, որ տարբերվես մարդկանցից, արտասահմանում տներ ես ունենում, կոտեջներ ես առնում, ու ամբողջ քո կյանքը ման ես գալի։ Քարոզչության անունի տակ ամբողջ աշխարհով մեկ պատտվում ես։ Սա գազանի թիվն է, մենք պետք է հասկանանք։ Գնա քարոզա, լավ ես անում, այդ փողը քեզ պետք է տալիս են, բայց որ դու չար բանի համար ես օգտագործում քո անունի շահի համար, սա արդեն գազանի թիվն է։ Չգիտեմ ճիշտ մենակ կարում եմ բացատրեմ թե չէ։ Մեր տունը երկու հատ հովիվ եկան։ Մի տարիներ առաջ ստե։ Ես նենց ստացվեց, որ մոտիկ էր իմ աշխատանքի տեղը, ես այդ եկեղեցին էի եթում։ Ու իրանք տեսան, որ ես շուտ եմ գնում այդ եկեղեցին, հետո որ հարցեր ելնեմ, մեկ խոսք էին ասում ինձի, ես խոսում էի, իրանցից տարբերվում էի։ Որտեղ իրանք մարմնավոր գրով էին խոսում, իրանց հիշելով, ստեսենցա գրված ընդերներս, բայց ես դրանց բացատրությունն էի ասում, իրանց մեջ բան առաջացավ։ Ու այս երկու հովիվները, մեկը եպիսկոպոսն էր, մեկը այդ եկեղեցու հովիվն էր։ Մեկը հայ էր, մյուսը ռուս էր, այդ մեծը ռուս էր եպիսկոպոսը։ Եկան մեր տուն ու ինձ հարց են տալի։ Լսի, դու հիմի ուզում ես մեր եկեղեցու անդամ դառնաս, դե ասի հա էլի, գալիս եմ,
Ձեր եկեղեցին եմ գալի, որովհետև դե ճիշտ նայեցի, սենց բանի համար։ Բալեսի, եթե ուզում ես գաս մեր եկեղեցին, մեր եկեղեցու անդամ լինես, պետք է մեր պայմանները ընդունես։ Ոնց ասում ենք, այնպես պետք է անես։ Դրոշմը մեր պետք է ընդունես, մեր պեճատը։ Ես չեմ ասում սատանայի կամ ասու, դուք էդի բան արեք։ Ես ասեցի, որ, ասեց առաջինը 10-րդը պետք է 10։ Կտաս։ Դե ասի հա, որ սովորությունը սա տալիս են կտամ։ Էդի լավ է։ Պետք է քարոզես 10-րդի մասին, ավելի շատ, քան թե մնացած բաների մասին։ Կանես։ Ես մտածում եմ, ես էլ հոգևոր եմ մտածում իմ մեջ, ասում եմ հա կանեմ։ Դե հոգևոր 10-րդ քարոզեմ, ասենց ասած։ Ասեցի հա, որտեղ տուպիկի առաջ է, ես չգիտեմ կամ հա կամ չէ պետք է ասեի իրան։ Եվ ասեցին երրորդը, որ գիտես ինչ, դու պետքա չքարոզես այն, ինչ որ դու ես ուզում կամ ինչ որ դու ես հասկանում։ Պետքա քարոզես այն, ինչ որ մենք քեզի թեմա կտանք։ Ինչ որ ուզում ես քարոզես, մեր հետ պետքա խոսած, եթե մենք թույլ տանք, նոր քարոզես, եթե չէ, դրանք կհանես քարոզի միջից։ Այս պայմաններին եթե համաձայնես, մեր եկեղեցու անդամ կլինես, չէ։ Ես ասեցի, որ չէ, գիտեք, ես հազիվ եմ ազատության մեջ ընկե, ես էլ եմ եղել այդպես օրենքների տակ։ Ինձ էլ են առաջնորդել մինչև իմի, բայց ես իմի հազիվ եմ ազատվել, թողեք որ ազատ լինեմ, ազատ պաշտեմ ասում։ Սրանք թարս նայեցին իրար, մի խոսքով դուրները չեկավ իմ պատասխանը, ու ես ճանապարհեցի իրան։ Ինչ եմ ուզում ասեմ, տեսեք, դրոշմը պետքա սենց անես։ Հոգին ինձ ասում է, որ Աստված սեր է, դու չէ, պետք է ասես, պետք է ատես քո հորնումորը, որտեղ գրված է։ Այս մասին գրված է։ Հասկանում եք, սա դրոշմը, սատանայի դրոշմը, չարության, այսինքն գրի դրոշմն է դա սատանայի դրոշմը։ Գիրը լրիվ հակառակը աստվածային հոգու, ոնց որ սերը եւ ատելությունը հակառակ են։ Պողոս առաքյալը Կորինթացիների, առաջի Կորինթացիների 2-րդ գլխի մեջ ասում է, գիրն ու հոգին իրար հակառակ են։ Գիրը թշնամի է ասում։ Դուք հասկանում եք, թշնամի է այս գիրը ասում։ Բայց այս գրի մեջի հոգին Հիսուսն է հենց, կյանքն է հենց։ Այն դրախտում տնկված ծառն է գիրն ու հոգին։ Հիսուսի խոսքեր ասես փնտրեք, քննեք այդ գրի մեջ ես եմ, հոգին է։ Գիրը ձեզի չի փրկի։ Այս առևտուրի, այս տալու առնելու մասին է, եթե գազանի թիվը, տեսեք, 10-րդ եմ հավաքում, ինձից հեռատալի, ինձի լավ է, ինձի օգտակար է, ես ամեն ինչ կարամ անեմ, ու սկսում եմ այդ 10-րդը սարքել ինձի դրոշմ արդեն։ Դրոշմ, քարոզում եմ աչից ծախից, 10-րդը չտվիր, չես գա ես եկեղեցի։ Հիշես մի օր, չէ՞ կարծեմ եմ Մեզի ինձ ու Մելանյանի կանչեց, այսինքն լսել եմ իր քարոզները հենց բեմից։ Ով որ համաձայն չի 10-րդը տալու, ես իրանց չեմ թողում մտնեն մեր եկեղեցին, ասեմ գնա ուրիշ եկեղեցի։ Բայց սա այդ ասում էր այդ դրոշմը իր ճակատին դրած է։ Բայց Աստվածաշունչը ավելի շատ ասում է ողորմած ելեք, տվեք աղքատներին եւ այլ, ինքը չէ, աղքատ չէ, ուզում ես էլի 10-րդը չտվի թող գնա։ Սա դրոշմն է, որտեղ ծառայում է իր սատանայի, այսինքն մարմնավոր ցանկությունների հատկությունների համար։ Այս դրոշմի այս ծախել առնելու մասին է։ Ով որ չունենա այդ դրոշմը, ով որ գրով չշարժվի, չի կարա ծախի կամ առնի։ Չի ունենա, չի կարա այդ հատկություններն ունենա։ Սիրելի հարցնող չգիտեմ որքանով էլի կարեցա բավարարեմ ձեր հարցը, ձեր հարցի պատասխանը տամ էլի։ Սատանայի դրոշմ կա, Աստծո դրոշմ կա։ Աստծո դրոշմը արդարությունն ու բարիությունն է, սատանայի դրոշմը չարությունն ու կորուստն է։ Փողը նույն փողը եւ կարա ծառայի ասուն եւ կարա ծառայի սատանայի։ Նույն գիրը կարա ծառայի ասուն, կարա ծառայի սատանային։ Նույն գիրը հատակը հորնումորը։ Եթե ես ֆիզիկապես գրով շարժվեմ այդ, ծառայում եմ սատանային։ Իսկ եթե հոգով շարժվեմ, սատանային ատեմ, արդեն ծառայեցի ասուն։ Սրանք տարբեր դրոշմեր են, մենք ուղղակի տեսնենք, որ ինչ անում ենք, ինչ խոսքի մեջ, ում հետ ինչ խոսում ես, ում հետ ինչ ժպտում ես, ինչ ասում ես, սրտանց մաքուր լինի։ Այդ է Աստծո դրոշմը։ Եթե դրա մեջ կա կեղծավորություն է ժպիտի մեջ, խորամանկություն, ասենց ասեմ, որ այսքան փող գործեմ իրան, շահ ունենամ, հա, դա սատանայի դրոշմն է արդեն։ Արդեն այդ սատանայի դրոշմը, եթե կեղծավոր լինես, արդեն կարաս ծախես առնես։ Իրանք ասես ջան, մի երկու հատ էլ կոմպլիմենտ կանես, որ օգուտ ունենաս, ծախես ու առնես։ Իսկ Աստվածայինը ուրիշ է։ Տեսեք մի հատ էլ օրինակ ասեմ, ավարտենք լավ սրանով։ Հիսուսը մի հատ օրինակ առակ ասեց, այն առակը, որ հրավիրեց երկնքի արքայության հարսանիքին իր որդու, մեկն ասեց
արտ եմ առը չեմ կարագամ, մեկն ասեց ես եմ առը չեմ կարագամ, մյուսն էլ ասեց կին եմ առը չեմ կարագամ։ Այս 3 արտը, եզը, կինը խանգարեցին, որ մտնեն երկնքի արքայություն մարդկանց։ Այսինքն առել էին իրանց։ Արտը հողն է մարդու։ Խորհրդապատկերում Աստվածաշնչի հողը, մեկ Ադամ ենք, չէ՞, ամենքս էլ հողից ենք վերցված։ Իմ հողը, իմ ներսը ուրախ է գրով։ Փառք եմ տալի ասում, թեկուզ կեղծավոր եմ, թեկուզ չեմ սիրեմ, բայց ուրախ եմ, այդ արտը ես առել եմ, ես չեմ անցնի հոգուն։ Ինչ հոգի մոլորված է սա ախպեր գրված ասեն։ Շատերից եմ լսել դա։ Դա խանգարում է այդ արտը մարմնավորը, որ այդքան ասում։ Երկրորդը ես եմ առել։ Եզը խորհրդապատկերում Աստվածաշնչի միջի ստացվածք, ով շատ անասուններ ուներ, նա հարուստ էր համարվում։ Իսկ հոգևոր իմաստով, ով շատ ասու խոսք ունի, ինքն է հարուստ։ Հոգևոր իմաստով դա նշանակում է ստացվածք, եզը։ Բայց ես 10-րդի մեջը ստացվածք ունեմ, օգուտ ունեմ, ես չեմ կարող այդ հոգևորին։ Մի օր մի հատ եղբոր ասեցի, որ Աստվածաշունչը հոգևորը ամբողջը, ասեց 10-րդն էլ է հոգևոր, ասի հա, մեկը ինձ գնա մի խոսա։ Հասկանում ես, չընդունեց ինքը ես էր առե։ Այդ շահը օգուտ ուներ 10-րդի միջի, չէր էլ ուզում լսել հոգևորի մասին։ Եվ երրորդը կին եմ առել։ Կինն էլ ըստ Աստվածաշնչի խորհրդի մարդու ցանկությունն է։ Իմ ցանկությունը է դա, որ լավ վայելեմ, ասու մարդը պետք է հարուստ լինի, ասու մարդը պետք է սենց լինի։ Ու այդի խանգարումը, որ մտնես երկնքի արքայություն, մտնես իսկական սիրո մեջ։ Այսքանով երևի ավարտեմ։ Աստված շատ Երրորդի ձեզ։ մոտեցավ ավարտին։ Գրեք, զանգեք, եթե կարաչանան նորից հարցեր։ Մնաք խաղության մեջ։ Ամեն։